Մեկ շաբաթը բավական երկար ժամանակ է, որպեսզի մի քանի հոգին, ովքեր չունեն պետական աջակցություն, բացահայտեն կոռուպցիոն սխեմա։ Բարև ընկերներ, խնդրում եմ հավանել, բաժանորդագրվել եւ կիսվել տեսանյութով։ Այսօր ահագին հետաքրքիր եւ շատերի ասած սկանդալային թողարկում է սպասվում։ Ինչպես ես, Զավեն Մանուկյան, անհամբեր սպասում էիր, չէ՞ թե քո մասին ինչ եմ խոսելու։ Ընկերներ, Զավեն Մանուկյանը Ախուրյանի համայնքապետն է, ում մասին բազմաթիվ ախուրյանցիներ ասում են Թալանչի Զավեն։ Զավեն Մանուկյան, հիշում ես, որ Բագրատ Սրբազանը հասնում էր Երևան, դու թռար Եգիպտոս։ Այդ օրը դու ցույց տվեցիր քո ողջ պերճանքը եւ էությունը։ Բայց այսօր քո մասին չեմ խոսելու, այլ մեկ այլ քո նմանի։ Ուղղակի ցանկացա զգուշացնել, որ առաջիկայում ավելի դաժան թողարկում է սպասվում։ Բարեկամներ, ես միայն չեմ բարձրաձայնում խնդիրները, այլ հետևողական եմ լինում, որպեսզի այն լուծվի։ Չնայած երկրում տիրում է տոտալ թալան եւ անիշխանություն, սակայն որոշ կառույցներ դեռ խրխռում են, ցանկանալով աշխատել կամ իմիտացիա ստեղծել, որ աշխատում են։ Մեկ շաբաթ է անցել, ինչ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Շիրակի մարզ։ Հիշում եք, որ խոսել էի Մարալիկի եւ Արթիկի քաղաքապետերից։ Այսօր կրկին խոսելու եմ, սակայն միայն Արթիկի համայնքապետից։ Ինչու՞, որովհետև այդ անձը հատեց բոլոր բարոյական նորմերը։ Շատերը մտածում են, թե կիսատ է մի տեղեկատվությունը։ Ոչ ընկերներ, որ անձից խոսում եմ, նշանակում է ունեմ հասկայական տեղեկություն նրա մասին։ Կրճատ եմ անում, որպեսզի այսպես ասած դաժան տեսարանները թողնեմ հետագային։ Ընկերներ, անցյալ շաբաթ, երբ բարձրաձայնեցի Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցողի մասին, մեկնաբանություններում մի որդեկորույս մայր մեկնաբանություն է թողնում, որտեղ մասնավորապես գրված էր. «Բարև հայ ջան, ինչ լսեցի, բացարձակ ճշմարտություն է ձեր ասածները, ամեն ինչ սպասվելի է Անանիկ Ոսկանյանից»։ Բարեկամներ, խնդրում եմ բացատրեք ինձ, արդյոք այս նախադասության մեջ կա վիրավորանք։ Եթե վիրավորանքը Անանիկ Ոսկանյանն է, ապա ասեմ, որ դա Արթիկի համայնքապետի անձնագրային անուն-ազգանունն է։ Ուրեմն այդ մեկնաբանությունից հետո վերոնշյալ Անանիկ Ոսկանյանի եղբայրը նամակ է ուղարկում, հետևյալ բովանդակությամբ. «Այ Զաբբել, Անանից հղի ես մնացել, աբորտ չի արել այ դիշովկա, ինչ է սպասվելի մեկ»։ Ընկերներ, ձեր ներողամտությունն եմ հայտնում նման բովանդակությամբ տեքստի համար, որ իմ եթերում ասում եմ, սակայն սա Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի եղբոր Արամ Ոսկանյանի խոսքերն են ուղղված որդեկորույս կնոջը։ Իդեպ հիշեցնեմ, որ այդ Արամը Արթիկի համայնքապետարանում բարձր պաշտոնի է նշանակված։ Ինչևէ, հաջորդ օրը ես տեսանյութում տալիս եմ ժամանակ Անանիկ Ոսկանյանին եւ եղբորը, որպեսզի նրանք ներողություն խնդրեն տիկնոջից։ Մի քանի ժամ անց պարոն Արամ Ոսկանյանը տիկնոջը գրում է հետևյալը. «Բարև ձեզ, դուք զոհվածի մայր եք, փառք ու պատիվ մեր զոհվածներին, հանձինս ձեր որդուն։ Մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առաջ, բայց մարդկանց առանց հիմքի, առանց առիթի մի վիրավորեք, համարեք մեր մեջ ոչ մի տհաճ խոսակցություն չի եղել»։ Նախ ցանկանում եմ տեղյակ պահել հատուկ Արամ Ոսկանյանին, որ որդեկորույս մայրը դեռ չի նշանակում, որ այդ տղան զոհվել է մարտի դաշտում։ Ընկերներ, այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել Արթիկից, բազմաթիվ ապացույցներով, որոնք վկայում են Արթիկում տեղի ունեցող եւ ունեցած թալանի մասին։ Մասնավորապես կան ապացույցներ շինթույլտվությունների դիմաց ստացված գումարների, դուրս գրված գումարների, ապօրինի շինթույլտվությունների, ապօրինի մի շարք այլ հանգամանքների մասով։ Բոլոր ապացույցներով տեսանյութը արդեն պատրաստ է եւ պլանավորված է հաջորդ շաբաթ օրվա վրա։ Հիմա ուղիղ դիմում եմ Արթիկի համայնքապետին, պարոն Անանիկ Ոսկանյան։ Ձեր եղբայրը խախտել է բոլոր բարեվարքության կանոնները եւ նա պետք է պատասխան տա հանրության առաջ։ Կարծում եմ լավագույն տարբերակը ձեր ներողությունն է Արթիկի պաշտոնական էջով եւ ձեր եղբոր աշխատանքից հեռացումը։ Վստահաբար չեք ցանկանա, որ այս հերակա բանավեճը ունենա իր շարունակությունը, քանի որ դուք ուժեղ դիրքերում չեք։ Ընկերներ, բոլորիդ խնդրում եմ որևէ վիրավորական արտահայտություն չգրել։ Մենք պետք է տարբերվենք բոլորից։ Ուղիղ մեկ շաբաթ անց կհրապարակվի փաստերը, եթե իհարկե կոմպրոմիսային լուծումը չի ունենում։ Սա շանտաժ չէ, բնավ ընկերներ, այլ պահանջ եւ ճշմարտությանը ուղղված քայլ։ Հարգանքներով, ձեր հայը։